Դուք Աբովյանից եք ներողություն։ Այո։ Եկել եք մասնակցելու Փաշինյանի քարոզարշավին։ Այո։ Հետևում եք քարոզարշավին առհասարակ։ Առհասարակ Խոսքներին, բան։ ոչ, տենց ոչ ասոբը։ Հիմա եկել եք այստեղ հարց ունեք վարչապետին, թե ուղղակի եկել եք լսեք։ Ուղղակի եկել եմ լսեմ։ Բայց կողմնորոշվել եք, ում եք քվեարկելու, թե նոր պիտի կողմնորոշվեք։ Կողմնորոշված եմ վաղուց։ Հա։ Եվ եթե գա Առաջի փրկությունից հետո երկրորդ անգամ փրկվելու կարիք չենք զգում։ Արդեն լավ փրկված եք։ ումից, ինչից պետքա փրկվեք։ Ինչից կուսակցություններից։ Գյուղից թալանից, ծանծարձակությունից։ Օրինական երկիր է սարքում։ Այ տեսեք, դուք Աբովյանի բնակիչ եք, բայց երկար տարիներ Աբովյանը համարվել է, այսպես ասած, Ծառուկյանի թաղերը եւ հիմա Փաշինյանը քարոզարշավ տանում է այն ուղղությամբ, ասում է սատկացնելու եմ, կզսնելու եմ։ Ինչա ճորտեր ենք, որ լինենք ինչ-որ ազնվորության, սխալ եք մեգրաբանում։ Ամենայն դեպս դուք ներկայացնում եք սխալ։ Ծառուկյանն էլ մեր նման մի մարդ է։ Նա ասեց Կարապետ Գուլոյանի Ծառուկյանի փեսայի տունը վերցնում եմ պետականացնեմ, սեփականացնեմ։ Մեռնամ ջան, դա նորում չի սկսել վաղուց, արդեն անում են։ Մեզ ինչ։ Ոնց է տալիս տունը, ասում է ժողովրդի սեփական։ Ժողովրդին, դե ինչի ժողովրդին է մերն է, ուրեմն լավ է։ Հա, բայց դուք արդեն գոհացել եք նախքին թալանածը, որ հետ է բերվել, դուք վայելել եք օրինակ Հովիկ Աբրահամյանի մանումենտի առանձնատունը։ Ոչ։ Դա ընդհանուր գործերի մեջ է, ինչի չկա։ Ինչի չեն ասում։ Ընդհանուր գործերի մեջ մարդիկ սարքում են, ասֆալտապատում են, կառուցում են։ Բայց ո՞րց է լինում։ Դուք Աբովյանը հիշում եք вообще։ Ինչ ծողեր որ։ Այ երեխեք ջան։ Ավիրա։ Հիշում եմ 2 տարի մեկ ստարենք վերումսես բեմեին սարքում։ Այն Ղարաբաղյան երկիշները գալիս էին, всё վերջ։ Բրծավ ամբողջ կուլտուրան։ Հիմա կարգին գեղեցիկ մարդիկ գալիս են զարմանում են։ Իշքան Եվրոպա, մաքուր։ Հիմա ինչ երկիչներ են գալիս, Լոպեսն է եկել հիմա Աբովյան։ Աբովյան, չէ, ես նկատի ունեմ կուլտուրան է բարձրացել մարդկանց։ Նայեք ինչ գեղեցիկ են արկնել։ Չէ։ Դա Փաշինյանի շնորհքն է, իշխանության շնորհքն է։ Այո։ Այո, եթե ծնողը փող չունենա երեխուն ո՞նց կարգցնի։ Հա, դա մտածում եք բարեկեցությունից անձամբ Տանկը ծնողը աշխատում է։ Բարովոք ապրում։ Ձեր բարեկեցությունը ավելացել է վերջին տարիներին։ Այո։ Օրինակ ինչ եք հետ գցել այս տարիներին։ Այսինքն դուք նկատի ունեք նյութակպես։ Հա, նյութական։ Նյութական ոչ մեծ բաներ, բայց ոչինչ։ Դավիթ Ֆաթ։ Բայց զատո մառալն է լավ։ Մառալն ավելի դուք ես քո տանն ես զգում։ Գիտեք, Առաջ ձեր տանը չէիք զգում։ ոչ։ Բանու տանը եք զգում։ Ռուսաստանի տանը։ Առաջ Ռուսաստանի։ Այնտեղ ենք, որտեղ այնտեղ այդ պետ Դիմադիրներն ասում են հիմա շուտով դուք կզգաք ձեզ Ալիևի տանը, հեսա ադրբեջանցիներ են գալու, իրանք են այստեղ լավ զգալու, հավատում եք այդ ամոթ իրենց։ Այդ խոսույթը ամոթ իրենց։ Ինչ եք հավատում, որ ասում են ադրբեջանցիները այդ ախպերություն են։ Ընդհանրապես չեմ էլ հասկանում խոսույթի իմաստը։ Ասացի վաղը նոր օր է գալու։ Այդ խոսույթը գալիս է նրանց, որ հայ-թուրքական հարաբերությունները ընտրություններից հետո որ պարտվեցին եւ չեղավ, ինչ են ասելու։ Ինչ է կյանքը բրցնելու է։ Իրանք էլի ժողովուրդը լսելու է, չէ՞։ Փաշինյանը հետ չի եղել, որ բան խոստանա ու զգաք, որ չի արել այդ։ Գիտեք, Փաշինյանը շատ բաներ ընդհանրապես չի ասել ու արել է։ Արած ունի ես գիտեմ։ Օրինակ, որը։ Օրինակ ջրամբարների կառուցումը։ Հա, քանի ջրամբար է կառուցվել։ Առնվազն 2 հատ կառուցվում է։ Նո լսվում է։ 5 հատ էլ կառուցելու են, խոսք են տալի կրայնամ։ Բայց կառավարության ծրագրում գրած էր նաև Շուշիի հադրութի դեօկուպացիա։ Որ չի եղել։ Ինչ Շուշի, ինչ հադրութ։ Շուշին ու հադրութը։ Լսեք, վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ 29743 կիլոմետր տարածքով։ Ինչ հադրութ։ Հադրութը Հայաստանի մաս է։ Ինքն է գրել կառավարության ծրագրում, այն ժամանակ ինչ չէ։ 21-ին ընտրել եք Փաշինյանին։ 21-ին, այո։ Բա այդ ժամանակ ծրագիրը չեք տեսել, որ գրել է Շուշիի հադրութի դեօկուպացիա։ Չեմ տեսել։ Չեմ տեսել։ Դե հիմա այդ 21 թվի ոբշեմ ինչ սաղացնում ենք որ ինչ։ Ոչ։ Հիմա համար էականը
խաբեբայություններ, խապել ամբողջ ազգի զարթոնքը, տանել Երաբլուրը ձեր մատաղանել ու այսօր ձեռները թափտալ ասել ոչ մի բան չեղել։ Երաբլուրը էական հանգամանքա ձեր համար։ Այսօրվա հերոսները, այդ հերոսները ինչի համար զոհվեցին։ Այո, գոնե մենք պարտավոր ենք, գոնե մենք պարտավոր ենք հերոսներին, այդ պարարվածներին, մեր անկախությամբ ու ազատությամբ աշխարհին ցույց տալ, որ իզուր չի կարել։ Այդ հերոսները նաև Շուշի հադրութի համար են զոհվել, հիմա դուք ասում եք, ինչ Շուշի, խի Շուշին մեր Բանը պետք է գտնել եւ այդ լավով շարժվել։